Ցիլինդրով տղեն հələ պատկերացրեք։ Բոլոր լենինականցիներին ճանաչող Գյումրիի նախկին քաղաքապետը մեծ ու փոքրից խոստումներ է լսում, որ հենց ինքն է ընտրվելու մարտի 30-ին։ Ինչ որ պայմանավորվել ենք։ Միանշանակ Եղավ ապրիկ։ Գյումրեցիներին նախընտրական խոստումների մեծ շարք ունի Վարդան Ղուկասյանը, բայց նա խամակիրներին կոչ է անում աղոթել։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հետո պատմում, թե ինչու է վերադարձել քաղաքականություն։ Ես ճիշտ ասած քաղաքականության մեջ իմ սուրս փառքով դրել էի պատյա։ Ես հիմա նորից ոտքի կանգնեցի լոկ մի բանի համար, որ երբ որ տեսնում եմ երկիրը տանում են կործանման, յուրաքանչյուր հայորդի, եթե իրոք իր այրան մեջ հոսում է Հայկյա Նահապետի այրումը եւ մեր նախնիների, ուրեմն ինքը ցերրպա չի կարող մնալ այսօրվա վիճակը տեսնելով։ Եթե երկիրը տանում են թուրքական վիլայետ դարձնելու։ Նախ աշխատավարձերի բարձրացում է խոստանում, ասում է գիտի գումարի աղբյուրների տեղերը։ Բոլորի աշխատավարձը բարձրացնում են ոչ թե 3000 կամ 5000 դրամով, 50%-ով բարձրացնելու են։ Հիմա ինչ կասեմ որտեղից։ Ես տեղը գիտեմ։ Ուրեմն երկրաշարժից հետո 10,000-ից ավելի ուրեմն կա աբորենի շինություններ, որոնք մարդիկ կառուցել են։ Կառուցել են եւ օրինականացված չի այդ շինությունները։ Ես հատուկ բաժին էի ստեղծել։ Սկսում էին այդ աշխատանքները, բերում էինք։ Հիմա մարդիկ կան ոչ հողի հարկ են մուծում, ոչ գույքը հարկ են մուծում, որովհետեւ չեն օրինականացնում մարդկանց կառուցածները։ Ես ես ասեմ, շատ լուրջ շենքերի մասին է խոսքը։ Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին է խոստանում վերադարձնել Վեոլիա ջրին փոխանցված բաժնեմասերը։ Ջերմուղը 44% քաղաքապետարանը սեփականատերն էր։ Դուք բոլորդ ձեր սեփականությունն է եղել ջերմուղի 44%-ը։ Վերադաս մի քանի չինովնիկ ինձ ասում էին, պետք է նվիրատվություն արես։ Չեմ տվել, նվիրատվություն չեմ արել։ Ինձանից հետո 44%-ը գտնվում է Վիոլա ջրի սեփականությունն է տարել, որը կա անպայման ցեզի հետ միասին բարձրաձայնելու եմ։ Բերեք հետ վերադարձրեք եւ դրանց պատժեք։ Քաղաքապատկան հիվանդանոց կառուցելու ծրագիր էլ ունի Ղուկասյանը։ Լենինագանում կար 8 հիվանդանոց, 8 հիվանդանոց ունեին։ Հիմա մի հիվանդանոց էլ է, ես եմ ենկանեմ սրանց հետ կրվել, որ այդ հիվանդանոցը կառուցել են։ Մի հիվանդանոց, ամբողջ մարզը, կողքի մարզը, Ջավախքը մեզ հետ միասին։ Հələ գնացեք նայեք, հիվանդանոցներում տեղոսետար չկա այդ մի հիվանդանոցում։ Պետք է քաղաքապատկան հիվանդանոց ունենան։ Կիրակի Անի թաղամասում է իր նախընտրական ծրագիրը ներկայացրել կոմունիստական կուսակցության առաջին համարը։ Հետո հանրահավաք կշարունակել Սովխոզ կոչվող թաղամասում։ Այս թաղամասի բնակիչներին Ղուկասյանը հիշեցնում է, թե ինչեր է իր ղեկավարման օրոք կառուցել Գյումրիում, ինչքան շին թույլտվություններ են տրվել։ Ձեր աչքերի առջև եղե ինչ որ արել եմ, դուք գիտեք, ձեր նամանավան ջահելները իրենց ծնողներից թող հարցնեն։ Բոլոր քաղաքապետերը իրար հետ 17000 բնակարան եմ կառուցել տվել։ Բոլորը իրար հետ 7000-ից ավել բնակարան չեն կառուցել։ Ղուկասյանը հանրահավաքին եկածներին հորդորում է խեղճով գնալ ընտրության, ընտրել երկրորդ քվեաթերթիկը։ Պասություն պահեք, աղոթք արեք ու ձեր աղոթքների մեջ խնդրեք Աստծուն, որ Աստված տա մեզ բարեպաշտ թագավոր, աստվածասեր իշխաններ եւ հոգեվորականներ հայոց ազգին։ Հանրահավաքներին ծանոթ ու անծանոթ շատ դեմքեր է տեսել քաղաքապետի թեկնածուն, ասում է պարզ երևում է գյումրեցիների մեծ աջակցությունը։ Լավ է, ժողովուրդը քոր չի տեսնի, ով է ես ամեն ինչը սարքել, նա ինչ կա չկա, նայ։ Էդգար Ղուշչյան, Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։